Ինչպես բազմիցս նշել ենք, Նինոց Մինդայում մշակութային կյանքն ունի բարձր առաջընթաց եւ բացի մեր երկրից համերգներով հանդես է եկել նաեւ աշխարհի տարբեր բեմերում։ 2025 թվականը եւս ակտիվ էր մշակույթի տան համույթների համար։ Այն որ ամբողջ տարին ընթացքում նրանք սովորում են եւ այսօր ցուցադրելով իրենց արվեստը, որը հաճել է եւ մեզ, եւ իրենց ծնողներին, եւ ընդհանրապես երաժշտությունը, արվեստը գնահատող մարդկանց։ Այնպես որ ես խորին մեջ շնորհակալություն եմ հայտնում մեր պարուսիստներին, մեր երկուսիստներին, որ իրենց անխոճ աշխատանքով իսկապես ընդհանրացնում են մեր մունիցիպալիտետի բոլոր գյուղերում ապրող տաղանդավոր երեխաներին։ Դա մեծ աշխատանք է։ Չնայած շատ գյուղերի ակումբներում չեն գործում խմբակներ, բայց այնուամենայնիվ այդ գյուղերի երեխաները հավաքվում են նույն հարկի տակ։ Արվեստը հավաքում է նրանց իր շուրջը։ Գյուղերում աշխատում են պարուսույցներ, ովքեր անցնելով տարբեր գյուղեր հայ եւ վրաց պարը տարածում են երեխաների մեջ։ 25-й год был очень успешным для Ниносминского центра культуры. Наши ансамбли участвовали во многих международных фестивалях, и ансамбли, и вокальная группа Саятнова. Они удостоились больших наград. Также мы проводили здесь наши плановые мероприятия, которые мы проводим каждый год в Ниносминском центре культуры. Наши хореографы удостоились лучшего, как лучший хореограф Лусина Мезикян в сентябре в городе Тбилиси. Хайастан Испирян удостоилась ордена за внесенный вклад в дружбу между армянскими и грузинскими народами. Также другие ансамбли тоже. Планируем сейчас, мы уже заканчивается год, планируем сегодня, готовимся уже к новогодним мероприятиям, которые пройдут 31 декабря в Центре культуры. Մեկ տարի եւս ավարտվեց պայծառ դեմքերի ու ծափողջունների ներքո։ Առջևում մնում է ամանորյա համերգը։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 31-ին։